հույսերով ողողված Աբովյանը միաձայն պահանջ է ձևակերպում. փոփոխություն հունիսի 7-ին։ Պատկերացրեք, մեր երկիրը մեծ ավտոբուս է, իսկ ղեկին մեկն է, որը վարել չգիտի։ Նարեկ Կարապետյանը պատկերավոր օրինակով է աբովյանցիներին բացատրում, ուր է գնում Հայաստանը հիմա։ Այս վարորդին պետքա ճամփենք։ Նախ լավ չի քշում։ Երկրորդը մունատ է գալի բոլորի վրա։ Երրորդը քշելու ժամանակ հաց է ուտում։ Չորրորդը ավտոբուսի կեսը չկա։ Տանիքը բաց է։ Վարորդ բերենք ու կարգի բերի մեր ավտոբուսը, տեղ հասնենք, ժողովուրդ։ Հայաստանն ամուր եւ հայկական պահելու համար մեր երկրում մարդիկ պիտի լավ ապրեն։ Նարեկ Կարապետյանը վստահեցնում է, լինելու են ներդրումներ, աշխատատեղեր, որ Աբովյանը դառնա Երևանը բեռնաթափող քաղաք։ Աբովյանը պետք է ապրի Երևանի նման։ Մինչև այդ աբովյանցին շատ կարևոր որոշում նաև անելիք ունի, ասում են ուժեղ Հայաստանի անդամները։ Այս ընտրությունը ճակատագրական է։ Ալիևի ջեբի բլոգեր առավոտի ծիրիկուն հայերեն լեզվով ասում է գնացեք ընտրեք Նիկոլին, Նիկոլի սատարում Ալիևը, իսկ դուք աբովյանցիները մերժելու եք իրան։ Այսօր մենք կանգնած ենք 300,000 ադրբեջանցիների Հայաստան գալու վտանգի առջև։ Ադրբեջանցիները արդեն տոնում են այդ փաստը։ Մենք չենք կարող դա թույլ տալ։ Հենց այս պատճառով է, որ փոփոխությունն այսօր անհրաժեշտություն է։ Բաքուն կոնցեպտ է կազմել, պլաններ ունեն ինչպես են Հայաստան գալու, ինչպես են տեղավորվելու։ Այդ երկրում ամենաբարձր մակարդակով հովանավորված ու տպագրված ուղեցույցը Նարեկ Կարապետյանի ձեռքում է։ Լավ, ասում ենք Ադրբեջանը ասում է, բա հայերը ինչ են ասում, հայերը կասեն չէ։ Տեսնում ենք, թե ինչ է ասում ազգային ժողովի նախագահը։ Հայաստանի Հանրապետության։ Ասում է, մենք պետքա սովորենք ադրբեջանցիների հետ ապրել։ Այդ ոնց է Արցախում իրանք չսովորեցին մեր հետ ապրել։ Ոնց է Բաքվում, Սումգայիթում իրանք չսովորեցին։ Ոնց է Կիրովաբադում չսովորեցին։ Ոնց է Նախիջևանը դատարկվել։ Խաղաղությունն է մարդկանց գլխավոր ցանկությունը Աբովյանում։ Հազար ու մի հոգսեր սոցիալական հարցեր ունեն, բայց դրանք մի կողմ ամուր խաղաղություն լինի ասում են, մնացածը կլինի։ Այմ այդ խաղաղությունը ելնում է այն դեպքում, երբ որ դու ուժեղ բանակ ունես, որ փոփոխություն չեղավ, Ղարաբաղը օրինակն էր մեր Հայաստանը։ 2000 թվականին բոլոր դպրոցներում իրենց հակահայկական քարոզություն էին տանում։ Այդ երեխեքը մեծացել են հային որպես գյավուր իմանալով։ Ուժեղ Հայաստանում ուժեղ է լինելու նաև խաղաղությունը։ Մեր երկրի դուռն ամուր կողպած է լինելու վստահեցնում է Նարեկ Կարապետյանը։ Հայերը մնալու են, ադրբեջանցիները ներս թափանցել չեն կարողանալու։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Արմաթ Մեդիա AM կայքում։